Դուք դիտում եք հեռանկարը։ Ադրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի ուղղությամբ, այս անգամ Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում։ Ինչ նպատակներ է Բաքուն հետապնդում եւ առաջիկայում ինչ զարգացումների սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք վերլուծաբան սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Անկանոն կրակոցներ, ապա տեղեկատվություն եւ կրակոց նաեւ բնակելի տների ուղղությամբ, սա առաջի դեպքը չէ այսօրվանը, մի քանի օր առաջ եւս ըստ էության նման դեպք տեղի էր ունեցել, ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այս ոտնձգությամբ։ Տեսեք, նախ եւ առաջ ես կուզենայի սկսեի իհարկե խորին ցավակցությունը հայտնելով կաթողիկ համայնքին, Գերագույն Պոնտիֆիկոսի մահվան հետ կապված Հռոմի Պապի, որը մենք ունենք հայկական կաթողիկ համայնք եւ մենք Հայաստանում ունենք կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր հենց հիմա զբաղվում են Հայաստանի սահմանի վերահսկողությամբ, եվրոպական դիտորդական առաքելությամբ եւ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի կաթոլիկներին եւ ցավոք սրտի պետք է անդրադառնանք նրան, թե ինչա նաեւ Ադրբեջանը իրան այսպես պահում։ Տեսեք, Ադրբեջանի հերթական կրակոցը ավելի շուտ ես կկապեի նրա հետ, որ նախորդ կրակոցների հետ կապված որևիցե ճնշում չեղավ իր վրա։ Այսինքն Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ պետք է դիտորդական առաքելության քանակ ավելացնի, սա կլիներ լուծում եւ սա կլինի այն լուծումը, որը հնարավորություն կտա դիտորդական առաքելության ներկայացուցիչներին գտնվել սահմանի ավելի փոքր կիսած հատվածներում եւ ավելի հաճախ։ Սա թույլ կտա նաեւ գործընթացը կառավարելի սարքել եւ տեղեկացնել համապատասխան միջազգային մարմիններին այն մասին, թե ինչա կատարվում, խուսափելով հետագա սրացումներից։ Ինչու է ինքը անում, սա նույն պատմությունն է։ Ես ցավոք պետք է անդրադառնամ այն գաղափարին, որի մասին երևի թե ձեզ մոտ եմ խոսել եթերում, ադրբեջանական կողմը խաղաղություն չի ուզում եւ չի ցանկացել երբևիցե։ Եվ իրեն համար այս կրակոցները հնարավորություն են ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ հայկական զինված ուժերը ի պատասխան ինչ որ գործողություն կանեն, որի հետևանքով ինքը կասի, տեսեք, Հայաստանը դուրս մնաց գործընթացից, Հայաստանն է մեղավոր, որ գործընթացը առաջ չի գնում, եւ մեծ հաշվով սա կլինի իր համար նոր կազուս բելլե, այսինքն պատերազմի սկսելու նոր հնարավորություն։ Ոչ մի ուրիշ բան այստեղ չկա։ Կար իրավիճակ մինչև վերջին ընտրությունները ամերիկյան, որ ամբողջ աշխարհը ակտիվորեն ամբողջ աշխարհը ասելով Եվրատլանտյան համայնքը ամբողջությամբ բավականին լուրջ ճնշում էր գործադրում եւ խորը ներգրաված էր խաղաղության գործընթացի մեջ։ Այդ իրավիճակը փոխվեց հունվարի 20-ից հետո, առնվազն մեկ խաղացող ստանձնեց իր վրա ոչ թե Եվրատլանտյան համայնքի ներկայացուցիչի, այլ սենց ասեմ, անկախ դիտորդի կարգավիճակ։ Հետևաբար ճնշման այդ մասը պակասեց, մենք դա տեսնում ենք թե Ուկրաինայում եւ թե Հայաստանում, փոխկապակցված են այս քեյսերը։ Եվ ահա արդյունքը, դուք տեսնում եք, որ բավականին երկար ժամանակ նախորդ ադմինիստրացիայի Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ նմանատիպ միջադեպեր չկար եւ հիմա այդ միջադեպերը շարունակվում են։ Չնայած որ մենք ստորագրել ենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության այդ փաստաթուղթը, բայց այդ փաստաթղթի տակ դեռևս գործողություններ չկան եւ հողի վրա կնքված նոր պայմանավորվածություններ չկան, ինչը իհարկե այս կառավարության խնդիրն է, իրանք չեն կարողանում աշխատել այդ ուղղությամբ եւ մենք ստանում ենք իրավիճակ, երբ այո մենք չենք կառավարում թշնամու գործողությունները մեր սահմաններում։ Թրամփի վարչակազմից էլ ըստ էության եղան 1-2 դեպքեր հեռախոսազանգեր եւ խոսվեց, որ ըստ էության բանակցություններն արդեն ավարտված են եւ պատրաստ են, արդեն հայկական կողմը պատրաստ է անմիջապես իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ, զանգ եղավ Միացյալ Նահանգներից եւ ասացին հիմա պետք է ստորագրել, բայց ըստ էության դա անարձագանք մնաց։ Դե հաջորդիվ Թրամփը հայտարարեց, որ ինքը շատ գոհ ու շնորհակալ է Ալիևից այն աջակցության համար, որը Իսրայելը Ադրբեջանից ստանում է։ Դա մեսիջներ, որ դեռևս բավարար չի։ Հայաստանի դիվանագիտական գործողությունների արդյունքը մենք չենք տեսնում։ Մենք դեռևս տեսնում ենք ադրբեջանական լոբինգի արդյունքը, որ ինքը ամեն ինչ հրանցնում է
Թրամփի ադմինիստրացիային որպես ինքը Իսրայելի դաշնակից բարեկամն է, դրա համար պետք է յոլա գնանք։ Այս է ամբողջ հարցը։ Պասակցյան, Հայաստանի մի բան էլ ասեմ, նախորդ վարչակազմի ժամանակ, Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ հարաբերությունները մեր իշխանությունների առնվազն մի քանի պատասխանատու ներկայացուցիչ ումից ես տեղեկացված եմ, իրենց եւ Բայդենի ադմինիստրացիայի համապատասխան գործընկերների հարաբերությունները շատ ավելի ուղիղ էին եւ շատ ավելի մտերիմ։ Այսինքն ընդհանուր մինչեւ օրվա ցանկացած ժամին ուղիղ տեղեկություն փոխանցման մասին է խոսքը գնում։ Հիմա դա չկա եւ ավելին հիմիկվա այդ պաշտոնները ամերիկյան ադմինիստրացիայում այդ պաշտոնները զբաղեցնողները այդքան էլ լավ տեղեկացված չեն տարածաշրջանից եւ երբևիցե չեն եղել դիվանագիտական ծառայության կամ ռազմական ծառայության մեջ այն խորությամբ, որպեսզի կարողանան դիրքորոշում ունենան ձևավորված, շատ կարևոր է, երբ դու քաղաքականության մեջ ես, դու ինչ-որ դիրքորոշումներ, ինչ-որ հիմքերի վրա պետք է կանգնացնես արժեքային, դա չի կարող լինի բացառապես, չգիտեմ, սարքենք խորովածը նորից ազգային ճաշ, հասկանում եք, չէ, լոզունգների մակարդակով, որ ասենք խորովածից բացի բան չես կարող ուտես։ Հիմա նույնն է, որ ցավոք սրտի մի մասը հարաբերությունների Ամերիկայի եւ մնացած երկրների վերածվել են այդպիսի մի դասընթացների, իրանք ստիպված են նորովի ճանաչել աշխարհը։ Չեն ճանաչել, չգիտեմ, դրա համար բաց թողումներ ունեն։ Այս իրավիճակում էլ օրեր առաջ ըստ էության իրավիճակը նույնն էր նաև այն ժամանակ, այսինքն այն ժամանակ էլ կրակոց կար, երբ Հայաստանի վարչապետը ապատեղեկատվություն կար, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Սա ձեր գնահատման բանակցությունների արդյունքում եզրահանգում է, թե այսպես ասած պարզապես լավատեսական ցանկություն։ Ես սա գնահատում եմ քաղաքական հայտարարություն Փաշինյանի կողմից, որովհետև ինքը բոլոր հնարավոր ընտրություններին ընդառաջ բոլոր հնարավոր բաները, ճանապարհները ինքը խախտեց, ինքը չունի հասարակությանը ներկայացնելու ինչ-որ հաջողություն եւ ամբողջ սպեկտրից իրեն մնացել է մենակ խաղաղություն կնքել, որովհետև տնտեսական աճը հիմա արդեն միջազգային ինստիտուտները վերանայում են դեպի ներքև Հայաստանի տնտեսական աճը, մենք կրկին հայտնում ենք մի իրավիճակում, երբ ուղիղ արտասահմանյան ներդրումների պակասը լինելու, Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր քաղաքականության հետևանքով հայտնի չի, թե ընդհանուր միջազգային տնտեսական վիճակը ինչպիսին է լինելու, մենք տեսնում ենք նավթային գների անկում եւ մեծ հաշվով սա նշանակում է, որ հիմնական ցուցիչները տնտեսության զարգացման միջազգային, առևտրային տարիֆների բաների հետ կապված իրանք գնում են դեպի ներքև։ Այս պայմաններում ակնկալել, որ Հայաստանը կկարողանա բավականին մեծ ներդրումային պոտենցիալ նույնիսկ եթե ունենար վերի այդ ներդրումները եւ յուրացնի դրանք չի կարելի։ Հետեւաբար 26 թվականի ընտրություններում Փաշինյանը ինչ-որ բան պետք է ներկայացնի։ Գնալով վիճակը վատանում է, ինքը պատրաստ չի այս իրավիճակում կառավարելու երկիրը, որովհետև ինքն ասում կադրային կաղց ունի, ինքը ամեն օր բացահայտում է, որ իշխանությունը եւ երկրի կառավարումը դա ինչ-որ նոր տարեր է պարունակում, որոնք ինքը բացահայտում է 7-րդ տարվա ընթացքում, ինքը պատրաստ չի քայլ իրականացնել, որը Հայաստանը ի վերջո այս ճահիճից կհանի, որտեղ դու չես կարող մնալ կործանվող ռուսական տնտեսության հետ միասին, որովհետև այդ պատժամիջոցները ոչ ոք չի հանում։ Հիշեցնեմ նավթային գները, պատերազմը Ուկրաինայում, սանկցիաները եւ այլն, այս ամբողջը վերածվում է նաեւ ԵԱՏՄ-ին, եւ դու չես կարող մնալ ԵԱՏՄ-ում եւ փորձել երկիրդ վերականգնել, դու փոքր ես ուղղակի։ Դու պետք է ինչ-որ մի քայլ անես, ինչ-որ միտեղ։ Դու չես կարող մնալ հապկում եւ Հայաստանի անվտանգությունը ապահովել զենքի զինամթերքի բաները։ Բայց կարող է հիմա այդ քայլն անել, այսինքն ԵԱՏՄ-ից դուրս մեկ այլ քայլ անել։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակը կտրուկ այդ փոփոխությունների հնարավորությունը տալիս է արդյոք։ Հնարավորությունը տալիս է եւ մեծ հաշվով վաղուց եմ ասել, որ բավականին մեծ է այն քանակը քաղաքական ուժերի կամ բաներ, ովքեր այդ քայլին կգնան, որոնք որ դուրս կգան հապկից ԵԱՏՄ-ից կդադարեցնեն հարաբերությունները Ռուսաստանի, նույնիսկ խաղաղության խաչմերուկ կոչվածը, որը վերածվում է ճանապարհային այդ ապաշրջափակմանը, տարածաշրջանային
Հասկանում եք, բավականին մեծ ռումբա դրա տակ դրած, ես չգիտեմ Փաշինյանն ինչի դրա մասին չի խոսում։ Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանին։ Ռուսաստանի երկաթգծերը գտնվում են պատժամիջոցների տակ։ Դու չես կարող դառնալ խաչմերուկ, եթե քո երկաթգծերը դե ֆակտո պատժամիջոցների տակ են։ Սա աբսուրդ է։ Բայց չկա ողջույն այդ խաղաղության խաչմերուկ նախագծին նաև եվրոպական հանրության շրջանից։ Ողջույն կա, իհարկե, ես չեմ ճանաչում մարդու, ում դուք ասես, ես ուզում եմ խաղաղություն, ուզում եմ այդ խաղաղությունը կոչեմ, չգիտեմ, ինչ, խաղաղության կրյա կամ խաղաղության կյորլինգ ու իրանք ասեն, չէ, գիտես ինչ, այնտեղ խաղաղության բառն են իրանք ողջունում։ Իրանք խաչմերուկը չեն ողջունում։ Եվրոպայի համար Հայաստանը բանը գլոբալ գեյթ է, այսինքն ինքը դարպասը դեպի այլ շուկաներ։ Իրանք չեն դիտարկում Հայաստանը որպես ոտի տակի խաչմերուկ, որը պետք է ասֆալտ գցվի ու ստեղ ոչ խոտաճի, ոչ բանը, ոչ մարդ ապրի։ Խաչմերուկի վրա ասենք շաուրմա ծախելով յոլա չեն։ Չէ, այստեղ տնտեսական առումով իհարկե խաղաղությունը մեր տարածաշրջանին ընդ որում որ մեր տարածաշրջան մեծը պետք է նայեք, հա, այս իր ամբողջ բանով, Իրանով, Հնդկաստանով, այս ճանապարհն, իհարկե, սա հետաքրքիր է եւ սա կարեւոր է, բայց ելի եմ ասում, դա որևիցե կերպ չի կարող վերածվել նրան, որ Հայաստանը դառնում է տարանցի։ Մենք Ուկրաինա չենք, Իրան չենք, մեզ մոտ ամբողջ ճանապարհային ցանցը այնպեսին է, որ հարավից մինչև հյուսիս նույնիսկ 24 ժամ չի տևում, որ մեքենան դուրս գա։ Այսինքն խաղաղության խաչմերուկ երբ մարդիկ փորձում են Հայաստանը սարքեն, պետք է հասկանալ, որ դու նույնիսկ մեկ հյուրանոցի հետաքրքրություն չես ներկայացնում։ Քեզ այսպես անցնելու են։ Քեզ մնալու է օդի աղտոտվածությունը, ավտոմեքենաների պատուհաններից դուրս նետած սիգարետի մնացորդները, աղբը կարող է ասենք մի հատ, չգիտեմ, մի հատ շաուրմա ծախես, մեկը մի հատ պետքարան լինի, որ իրանք օգտվեն։ Խաղաղության խաչմերուկ Հայաստանը չի կարող դառնալ։ Ինքը կարող դառնա ֆինանսական հաբ, ինքը կարող դառնա վերամշակող, այսինքն չգիտեմ, ընդեղից բերես, այդտեղ մշակես, տանես, ավելի ցածր հարկեր, բայց խաղաղության խաչմերուկ։ Ինչ խաչմերուկ իմաստով։ Խաղաղությունն են ողջունում, նորից եմ ասում։ Բազմիցս խոսել եմ եւ հասկացել եմ, որ դա պարզ է, չէ, որ իրանք ասում են, մենակ թե պատերազմ չլինի եւ սա էր շեշտ։ Որ խաղաղությունը կա, հետո ինչ ուզում եք անունը դրեք, ուզում եք դրեք ֆուտբոլի առաջնություն։ Պարոն Սարգսյան, տարածաշրջանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, հանդիպել է նաև Հայաստանի վարչապետի հետ։ Նիկոլ Փաշինյանը մինչ այս էլ առաջարկել է խաղաղության պայմանագիրը եւ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումը միաժամանակ ստորագրել, դնել սեղանին եւ խաղաղության պայմանագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը եւ ստորագրել միաժամանակ։ Այս համատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան ինչ նշանակություն կարող է ունենալ։ Ես նախ եւ առաջ պետք է ասեմ, որ կա շատ մեծ վտանգ նրա մեջ, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, եւ ընդհանրում եմ սա նույն կարգավիճակում է ինքը գտնվում, որ դեռ չի բացահայտել ամբողջությամբ այդ միջազգային հարաբերությունների այդ գրքի առաջի կուրսի գրքի այդ գլուխը, որ ինքը չգիտի, որ պայմանագիրի ուժի մեջ է մտնում ոչ թե ստորագրելուց ինքը կարա հրամցնի ստեղ իր ընտրողներին, այլ այդ պայմանագիրը ուժի մեջ է մտնում ռատիֆիկացման պահից։ Այսինքն ստորագրեցիք, ինքը պետք է գնա Ադրբեջանի սահմանադրական դատարան, whatever, ինչ ուզում է դրա անունը լինի, ինչ-որ ֆորմալ պրոցեդուրա։ Հետո պետք է գնա իրենց պարլամենտ, ինչ ուզում է լինի, նույնիսկ եթե դա Ալիևի ընտանիքների ներքին հավաքն է։ Այդ ֆորմալ բակետերը պետք է լինի, հետո պետք է դրվի Ալիևի սեղանին, հետո ինքը պետք է ստորագրի եւ միայն այդ ստորագրությունը եւ միջազգային հանրությանը տեղեկացնելը, որ Ադրբեջանը ռատիֆիկացվել է, այսինքն դրանից հետո էլ մի հատ նամակ պետք է գնա։ ՄԱԿ կամ ինչ-որ միջազգային կառույցները, որ դեռ գրած որ Ադրբեջանը սա ռատիֆիկացրել է։ Մենակ այդ պարագայում կարելի է սկսել գործընթաց, որը կապված է խաղաղության հետ։ Եվ իդեպ ասեմ Թուրքիայում, երբ Վարարդ Միրզոյանը խոսում էր, դե ավելի շուտ ես ավելի ռացիոնալ տենց բան տեսա, ինձ տեսա, որ այդ բոլոր գործընթացները պետք է ավարտվեն ընդհանրապես սահմանակցումից եւ սահմանազատումից հետո։ Այսինքն նույնիսկ ռատիֆիկացնելուց հետո, որտեղ մենք ունենք 1200 կիլոմետր, հասկանում եք, մենք ու Ադրբեջանի հետ ունենք այս պահին ճակատ, որը հավասար է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ճակատին երկարությամբ 1200 կիլոմետր։ Այսինքն մենք նույն երկարությամբ առաջնագիծ ունենք հիմա։ Եվ սա սահմանազատելը եւ սահմանագծելը հեշտ պատմություն չի։ Եվ սա կարող է ավարտվի 10 տարի հետո։
Եվ միայն դրանից հետո կարելի է խոսել նրա մասին, թե այդ բոլոր գործընթացները, որոնք որ ժամանակին ԵԱԽ-ի, Եվրամիության, միջազգային դատարանների կողմից եղել են, մենք կարող ենք, եւ դա ավարտվեց, մենք երկու կողմով որոշեցինք, որ օքեյ մենք վերջացանք, այլ որևէ թեման չկա կռիվ անելու։ Նոր կարանք սկսենք նրան, որ ասենք դե լավ է, սա պետք չի, որովհետեւ մենք էլ կոնֆլիկտ չունենք։ Եվ սրանում է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես, նույնիսկ եթե իրանք ներքին խոսակցության մեջ սա քննարկում են եւ չեն ասում, ինքը տենց ընդհանուր առմամբ բացասական վարկանիշ է ձեռք բերում։ Եթե ինքը սա չի հասկանում, ուրեմն շատ լուրջ է մեր խնդիրը։ Եթե հասկանում է ու չի ասում, սա առնվազն անհարգալից վերաբերմունք է բնակչության հանդեպ։ Որովհետև մենք դա հասկանում ենք, ասում ենք, չի կարելի այդպես։ Պարոն Սարգսյան, իդեպ քանի որ համանազատումից խոսեցիք, այդ գործընթացը եւս կարծես թե դանդաղում է, այսինքն այս պահի դրությամբ գոնե թե հրապարակայինորեն որևէ այսպես հողի վրա քայլեր կարծես թե չեն կատարվում։ Ըստ ձեզ, եթե կա կանոնակարգ, ապա ինչու կողմերը չեն շարունակում նույն ինտենսիվությամբ, ինչպես որ սկսվեց օրինակ Տավուշի մարզի այդ հատվածում։ Միանշանակ ճիշտ եք, շատ ճիշտ նկատել եք եւ լավ հարց։ Ես տամ իմ կարծիքը հարցը պատասխանը։ Ինչու չի շարունակվում, որտեղ ինքը սկսվել էր Բլինկենի ազդեցության ներքո։ Դա Բայդենի ադմինիստրացիայի ազդեցության տակ էր։ Միայն Եվրոպական միությունը բավարար չէր։ Հիմա Եվրոպական միության ճնշումը կա մենք տեսնում ենք, բայց չի գնում գործընթացը, որովհետև այդ երկրորդ կողմն է պետք։ Բլինկենի զանգերը կամ ավելի լայն Բայդենի ադմինիստրացիայի ճնշումը կարելի էր փոխարինել երկու տանկային կորպուսով, որը մեզ մոտ այնտեղ կանգնած կլներ 5 րոպե մեկ շարժիչները տակացնելով, ցավոք սրտի դա չունենք։ Դա չունենք նաև այն պատճառով, որ դեռևս հապկում ենք, բայց դա ուրիշ հարց է։ Սա է պատճառը։ Իսկ չի շարունակում, որտեղ էլ եմ ասում 1200 կիլոմետր։ Եվ այդ 1200 կիլոմետրը կարող է տևի մի 10-ից 15 տարի նորից նախորդի ասեցս Նիկոլ Փաշինյանը չստուգված կեղծ կամ չհիմնավորված տեղեկություններ հայտնում բնակչությանը, փորձելով ընտրական վարկանիշ ձևավորել այն հիմքով, որ ինքը խաղաղությունը կլինի, երբ որ կռատիֆիկացվի սահմանազատում, սահմանագծումը կվերջանա։ Խաղաղությունը դա է։ Իսկ դուք այս իրավիճակում լուրջ սահմանային միջադեպերի ռիսկեր տեսնում եք այս պահին։ 10 տարի առաջվա այս պահին ես որևէ կանխորոշում չեմ կարող անել, ցավոք սրտի։ Սա մի փոքր դժվար է։ Ամեն դեպքում, տեսեք, զարգացումը, որը Հայաստանը ընտրել է դեպի Եվրատլանտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ հայ ազգը։ Կառավարությունը թողենք մի կողմ։ Իրանք որ ուզում են կարող գնան, իրանք 2 տարի է մնացել։ Բայց այս պարագայում, եթե մենք ինտեգրվում ենք, արագորեն ինտեգրվում ենք Եվրատլանտյան կառույցներին, մենք 90%-ով կրճատում ենք ռիսկերը ծանր հետևանքների։ Տեսեք, չեմ ասում միջադեպերի բացակայության։ Միջադեպերի իրականացման դեպքում ծանր հետևանքների ռիսկերը մենք 90%-ով կրճատում ենք։ Սրա մասին է խոսքը, դրա համար ենք պնդում, որ պետք է ընտրել այս ճանապարհը առանց ուղղակի առանց երկրորդական, ինչ ասեմ, ճանապարհը լավ չի։ Առանց երկրորդական վարիանտներ դիտարկելու, որովհետև եթե դու սկսում ես դիտարկել վարիանտներ, դու ռեսուրս ես ծը, մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի 2-3 ճանապարհի մեջ բան անենք։ Սա կոմպլեմենտար քաղաքականության տապալման եւս մեկ օրինակ է։ Բայց ընդհանուր լավ ալնելու չվախեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր։